Բաժնի եմ աշխատում եմ։ Քանի տարի այստեղ աշխատում եք։ Ես որ հաշվեմ ընդհանուր 30 տարի է։ 30 տարիների ընթացքում նման խնդիր չի եղել, հա, նորեն։ Նման խնդիր փակելու չի եղել։ Այսինքն մոլի աշխատակիցներն եք դուք թե Առևտրի կենտրոնի։ Ինչ պահանջ են ներկայացրել, ինչ են ասել։ Մինչև մարտի 15-ը ազատեն բոլոր բաժինները։ Ինչ գիտեմ ինչ են անում։ Բայց ո՞վ է ինչ ասում։ Ոչ մի ինչ չեմ ասում։ Իսկ դուք փորձել եք հանդիպել իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Երեք են, չեմ իմանում, երեք գնացել են, բայց ունեն գնացել չեմ կարող ասել աղջիկները։ Գուցե իրենք ուզում են տնտեսությունը իրենց ձևով զարգացնել, այսինքն Իսկ կարելի է ժամկետը մի քիչ նորմալ պայմաններում տալ, որ մարդիկ կարողանան տեղավորել, բոլորը վարկերի տակ են։ Ամեն մեկը ինչի մի օրում որոշվում որ 15 օրը պիտի փակեն, մի ամսում, չի կարելի դες բանալ։ Ինչով եք զբաղվելու, եթե Ոչ մի բանով, այս տարիքում ինձ ինչ գործ կտա։ Ոչ թոշակառեն ոչ է։ Ո՞վ ինչ գործ կտա այս տարիքում։ Ջահելի չեն տալի։ Բոլորինս նույնն է, ոչ մի սակավի նույնն է, շնորհակալ ենք շատ։ Մենք բոլորս նույնն ենք ասում, Հիմա այստեղ արդեն արկերան ուճացավ, արդեն մենք ոչ մեկին պետք չեն, կարան ասեն հենց գնացեք չտեղից։ մտահոգություն չունեք, որ այս ակցիայից հետո առհասարակ չեն թողնի ներս։ Մեկա չեն թողնելու, ենթադրենք մի ամիս են տվել, մեկա չեն թողնելու, դե մի 10 օր շուտ, 10 օր ուշ։ Տեսեք, քանի որ սա պատկանում է իշխանական պատգամավորի ընտանիքի Խաչատուր Սուքիասյանի հետ է ասոցիացիա։ Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչ է, հա, պատկանում։ Գուցե Նիկոլ Փաշինյանը այս հարցը լուծի, ինչ եք մտածում։ Ցանկալի է եթե լուծի։ Դիմացան ընտրություններ է, միգուցե լուծի։ Այսինքն ընտրություններ պայմանավորված։ Միգուցե, որպեսզի լավ է երևում։ Թողով ուզում ինձ ասես խալես։ Իմ կարծիքն է։ Ամեն ինչը դարձել է քաղաքական առուծախ։ Իսկ դուք դա նորմալ եք գնահատում։ Քաղաքացին պետք է մտնի քաղաքականության մեջ, որպեսզի կարողանա գոյատևել։ Պետք է զբաղվենք այդ աշխատողները, բայց ոչ քաղաքացիները եւ մյուսները։ Ամեն մեկը պետք է ունենա իր գործը եւ իր գործի մեջ հավատալու։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ եք կարծում, ինչ պետք է փոխվի Հայաստանում, որպեսզի դուք ձեր կյանքի որակը լավանա։ Այնքան բան կա փոխվելու։ Երևի ինքից փոխվի։ Ամեն ինչը գնալով ամեն ինչը բացացավ։ Ամեն ինչը։ Ամեն լավ բան չենք սպասում, մի խոսքով։ Մենակ սա չէ, ընդհանրապես լավ բան չենք սպասում։ Ամեն անգամ երբ ինչ-որ մի քաղաքացի բողոք է ներկայացնում, իշխանության հասցեին ուղղեցնում է տեսակետներ բացասական, նրանք ասում են, որ դա նախկինների ժամանակ է։ Թող ներկաները զբաղվեն իրենց գործով, նախկինները թող իրանք գնացին, թող բաց թողեն նրանց։ Թող ներկաները լավ բաներն անեն, իսկ ներկաներին ասեն, այս արեցին։ Ոչ թե sense բաներով զբաղվեն։ Իսկ 7 տարիների ընթացքում, որ կառավարում են, որևէ դրական բան կարող եք հիշել։ Չի երևակայ։ Մենակ է որ այնքան երեխան զոհվեց երիկա։ Երիկ։ Կամ բան։ Ասում են պատերազմ է եղել, մենք ինչ մեղք ունենք։ Պարտված պետությունը եկավար իրավունք ունի, եկավար իրավունք ոչ։ Դա իմ կարծիքն չի։ Դուք որտեղ եք ապրում։ Ապրում Երևանում։ Կոնկրետ Երևանում։ Այստեղ ծնվել եմ, այստեղ մեծացել եմ։ Երևանում էլ հարկերը բավականին բարձրացան։ Հույքահարկ, անպահանջության հարկ։ Ամեն ինչը։ Ինձ ասում եք լավ բան, ամեն ինչն էլ բարձրացել է։ Դուք ինքներդ եք ապրում, աշխատում եք, արարում եք, գիտեք։ Բոլորն եք։